ըստ էության առաջին փուլում ներգրավ համակարգ են մտնում 0-ից 18 տարեկան երեխաները, եթե բացվածքը մի քիչ ավելի երկար թվեմ եւ ժամանակը թույլ տա, ըստ էության 14 խումբ քաղաքացիներ ունենք, 0-ից 18 տարեկաններն են մտնում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները 18-ից 23 տարեկան, բայց եթե նրանք նաև արկա ուսուցմամբ սովորող են նաև մինչև 26 տարեկան քաղաքացիները, 65+ տարիքի քաղաքացիները անկախ նրանց աշխատել-չաշխատելու հանգամանքից են ասում։ Միևնույն է պետությունը վերցնում է իր վրա։ Նրանց վերցնում է 100%-ով ընդ որում։ Հիմա կատեգորիաները որ թվարկում եմ, 100%-ով է պետությունը փոխհատուցում նրանց բժշկական, ուրեմն այդ ապահովագրության գումարները։ Հաշմանդամության առաջին, երկրորդ եւ երրորդ խումբ ունեցող քաղաքացիները կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգում իրենք կոչվում են խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող քաղաքացիներ, զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, առաջի փուլի շահառու են եւս։ Այստեղ մենք ունենք սոցիալական որոշակի խմբեր, որոնք պայմանավորված են այն նույն սոցիալական աջակցության օրենքով նախատեսված խմբերով, որոնք ամբողջությամբ եկել են, խոսքը վերաբերում է օրինակ հայրենական պատերազմի մասնակիցներին կամ Չեռնոբիլի աղետի հետևանքները վերացման աշխատանքի մասնակիցներին, իրենք էլ համարվում են սոցիալաջակցության շահառու եւ ընդգրկված են այս խմբում, բռնադատվածները, որոնք չեմ կարող ասել թվով քանի քաղաքացի, բայց այդ կատեգորիան կա, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող զինծառայողները, ինչպես նաև անապահովության միավոր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամները,